Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում հարցազրույցն է եւ այսօր ժամի տաղավարում հյուրընկալել ենք Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։ Պարոն Յիրիկյան, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Շնորհակալություն եւ բարի երեկո։ Հարցազրույցը սկսենք Յուքոմ ընկերության վերջին հայտարարությամբ, այն է, որ Հայաստանում արդեն հասանելի է 5G-ն։ Ինչ է սա նշանակում։ Նոր ծածկույթ, նոր կապ, նոր տեխնոլոգիա, նոր հնարավորություններ, ու մենք եւ որ խոսում ենք ծածկույթից, մենք խոսում ենք ազգաբնակչության ռադիոծածկույթից եւ ոչ թե աշխարհակրական կամ ինչ որ տարածքային, ու մենք կենտրոնացել ենք 5G տեխնոլոգիայի սփռումով մարդկության կամ մարդկային, այսպես ասած, կուտակումներ, որտեղ որ կան, այնտեղ ապահովենք ծառայությունը։ Այսօրվա դրությամբ 94.5% ազգաբնակչությունից արդեն ունի 5G ռադիոծածկույթի ծառայություն եւ այստեղով մենք կանգ չենք առնելու։ Այս տարի այո, ավարտեցինք մեր անելիքները, մեր աշխատանքը եւ կարողացանք 48 քաղաքում եւ սահմանային բոլոր անցակետերում այսօր որ գործում են, այսօրվա օրով եւ մայրուղիներում, հատկապես այն մայրուղիները, որ դանում են դեպի հյուսիս, ապահովել այս 5G ծածկույթը Դիլիջանի ոլորաններում, Մայլեր ռիզորտում ու մյուս տարվանից սկսած մենք շարունակելու ենք աշխատանքը, որ ապահովենք մնացած, այսպես ասած, մայրուղիները, կարևոր նշանակություն ունեցող մայրուղիները, մենք այսօր ունենք բազմահայորանոց բնակավայրեր, ուզում ենք էլի այնտեղ ավելացնել ռադիոծածկույթը եւ ցկտում ենք հասնել 97%-ի։ 5G-ն ամենուր է կա լինելու, որտեղ որ հայ մարդ կա, հայրենագից կա, կարողանա այս ծառայությունից օգտվի։ 100%-ով 5G ծածկույթ ապահովելու համար ինչն է խանգարում Հայաստանում։ Տեխնիկական է խնդիրները, որ որոշ բնակավայրերում դեռ այո, մարդիկ սիրում են լիարժեքություն կամ լիակատարություն, այսպես ասած, բայց կյանքում չկա 100%-անից։ Ինչքան տոկոսները բարձրանում են, նշանակում է պետք է ռադիոծածկույթը լինի այնտեղ, որտեղ ապրում է թեկուզ 2 մարդ։ Ինչ որ հերու գյուղ, այսպես ասած։ Այնտեղ հասնելու համար նշանակում է ահա որ մեծ ներդրումներ պետք է արվի, որ կապը հասնի այնտեղ, օպտիկան հասնի այնտեղ, բազային կայան, ռադիոբազային կայանը կառուցվի, հոսանքի հարցը լուծվի եւ այլն, ու այդ ներդրումները մեծ են, այդ ներդրումների վրա վերադարձելիություն չի կարող լինի 5 տարում, 4 տարում կամ 10 տարում կամ 20 տարում։ Հետևաբար բիզնես մոդելը կառուցվում է այնպես, որ այո, ինքը լինի փոխշահավետ։ Եթե ես չեմ սխալվում, դաստակերտ բնակավայրն է մնացել քաղաքների դուրս, որ Յուքոմը դեռևս 5G հասանելիություն չունի։ Այդ դաստակերտի բնակիչները երբ սպասեն, որ օգտվեն 5G ցանցից։ Մեր մյուս տարվա ծրագրերում կա ու շատ հետաքրքիր է, մենք եւ որ խոսում էինք, միշտ չասինք բոլոր քաղաքները, ասեցինք 48 քաղաքներ, որովհետև վերջում իմացանք, որ կա այո այսպիսի քաղաք, ինքը փոքր է, մոտավորապես 200-ից 220 բնակիչ է ապրում այնտեղ, դե ինքը փոքր գյուղ է համարյա, բայց ունի նշանակություն, որը քաղաք է։ Հետևաբար մենք ուզենք, պիտի ընդգրկենք հաջորդ տարվա մեր այս շարունակական աշխատանքային փուլում։ Եթե ավելի պարզ խոսենք, հա, մեր հեռուստադիտողի նաև բնակիչների համար, 5G-ն ինչով է տարբերվում 4G-ից կամ 3G-ից օրինակ։ Դե յուրաքանչյուր 10 կամ 15 տարին ծնվում է նոր սերունդ շարժական կապի տեխնոլոգիաների, ունենում է իր միջազգային ստանդարտները, իր սահմանափակումները, իր ուղեցույցները եւ յուրաքանչյուր տեխնոլոգիա, որ գալիս է, ինքը տարբերվում է նախորդ տեխնոլոգիայից, բայց եւ որ մենք խոսենք ավելի լայնամասշտաբային, արդյունաբերական մակարդակով 5G-ն մի քիչ ավելի գայուն կապ է սթրիմինգի համար եւ այստեղ դա ավելի օգտակար կդառնա գործարանների, սարքավորումների, որոնք կմիանան այս ցանցին ու ինքը առանձին ցանց է ու կարողանում է սպասարկի, եթե ծանրաբեռնվի, արդեն մյուս կողմից կա 4G-ն, որ կշարունակի ապահովի այսպես սովորական օգտատերոջ հարցերին հոգա։ Քիչ առաջ դուք ձեր խոսքում նշեցիք, որ 5G-ն գործում է նաև մայրուղիներին։ Այ հարց է առաջանում, արդյոք մեքենայով ընթանալիս կապի խափանում կամ չի լինում կամ օրինակ 5G-ն չի փոխարինում 4G-ին։ Լինելու է։
որովհետև մեր աշխարհական ռելիեֆը մի քիչ բարդ է, ինքը հարթ տարածք չէ մեր մոտ, բարձրանում ենք սար, իջնում ենք ձոր, նույն ճանապարհի վրա մինչև հասնենք տեղ, եւ կան ոլորաններ, եւ կան ներս ընկած ոլորաններ, որտեղ որ ռադիոծածկույթի սիգնալները չեն հասնում, այնտեղ կարող է լինի 100 մետր, կարող է լինի 300 մետր, 700 մետր, ինչ որ այսպիսի հատվածներ, որտեղ կապը ընդհատվում է, եթե 5G չկա, ուրեմն 4G չկա, 3G չկա, 2G չկա, որտեղ ռադիոծածկույթը բացակայում է։ Այս հարցը մարտահրավեր է բոլոր օպերատորներին ու բոլոր այն օպերատորներին, որոնք գտնվում են այնպիսի տարածքներում, ոնց որ Հայաստանը, միայն Հայաստանը չէ, որ այսպիսի խնդիր ունի։ Մենք միշտ աշխատում ենք այդ հարցերը լուծելու համար, բայց եւս մի 100-200 մետրի համար մայրուղի վրա այդ բագաս ծածկույթը ապահովելու համար նշանակում է հսկայական մեծ ներդրումներ։ Պարոն Երիկյան, գաղտնիք չէ, որ մյուս օպերատորները եւս առաջարկում են 5G ծառայություն Հայաստանում։ Ucom-ը ինչով առավելություններ ունի եւ ինչի համար պետք է հաճախորդ ընտրի հենց Ucom-ը։ Եկեք այստեղ խոսեմ հետեւյալով։ Առայժմ մինչ օրս թերևս ամենամեծ 5G ռադիոծածկույթը Ucom-ինն է։ Ucom-ը առաջադարն էր։ Ինքը հասկացավ, որ պետք է մեր ազգաբնակչության, ինքը առաջ ընկավ ու ասեց, որ ես անելու եմ, իրականացնելու եմ այս ծրագիրը, որ բոլորին հասանելի լինի։ Հիմա մույս գործընկեր օպերատորները, մրցակիցները իրենք կան անելու են, բայց այստեղ ուզում եմ շեշտադրեմ լայնամասշտաբային ընդարձակվել այս արագությամբ ու փորձել 5G ծածկույթը ապահովել բոլոր ուղղություններով առաջամարտիկը եւս շեշտում եմ Ucom-ն, որտեղ մենք հավատում ենք, անում ենք ոչ թե PR անելու համար ենք անում, այլ անում ենք, որ օգուտ բերենք մեր բաժանորդներին, օգտվեն մեր բաժանորդները եւ ավելի ինքը խթան լինի տնտեսության համար։ Ու եւ որ բաժանորդը գոհ է եւ բաժանորդը ուրախ է եւ որ տնտեսությունում կորպորատիվ բաժանորդներն ալ ուրախ են ու գոհ են, արդեն մենք ալ ուրախ ու գոհ կլինենք։ Պարոն Երիկյան, կարծում եմ 5G ցանցի մասին բավական հանգամանալից զրուցեցինք, սակայն աշխարհը այսօր խոսում է արդեն 6G ցանցի մասին։ Սա Հայաստանում երբ կարող ենք խոսել 6G ցանցի իրականության կամ առհասարակ ներդրումների մասին։ 6G-ն դեռ լաբորատորիայի մակարդակի վրա է, փորձարկումները գնում են, դեռ միջազգային համապատասխան ստանդարտը չկա։ Վաղ թե ուշ լինելու է։ Ու սովորաբար 5G յուրաքանչյուր տեխնոլոգիայի մեկնարկից եւ մույս ավելի զարգացածը մտնելուց կա 10-ից 12-13 տարի։ Մենք կանխատեսում ենք 2030-ին, 2032-ին, կարող է 2033-ին արդեն 6G-ն դառնա ավելի արդիական, համապատասխան ստանդարտները ընդունված լինեն ու սկսի ավելի շոկայական փորձարկումները։ Հիմա 6G-ն բերելու է իր հետ իհարկե ավելի հնարավորություններ, որովհետև ապացուցվեց, որ յուրաքանչյուր տեխնոլոգիա բերում է ավելի հնարավորություն, արագություն, latency կրճատում ու կարծում եմ, որ իր հետ կբերե 6G-ն եւս ավելի հնարավորություններ ու ճկունություն ռադիոհաճախականությունների օգտագործման համար, որտեղ մինչև հիմա բարձ չէ, թե ինչ ռադիոհաճախականության տակ կարող է աշխատի այդ նոր տեխնոլոգիան։ Մենք վերջերս Nokia-ի հետ հուշագիր ստորագրեցինք, որտեղ ուզեցինք փորձարկումներ անել։ Էլի լաբորատորիայի միջավայր լինելու է, որտեղ մենք ալ ուզում ենք հասկանանք, մենք ալ ուզում ենք այդ սարքավորումները մի քիչ մոտից շոշափենք, այսպես ասած, հասկանանք ինչ կարող ենք դրա վրա անել, ինչ միտք կամ ինչ ռազմավարություն կարող ենք դրա վրա կառուցել։ Ու կարող են ասել, որ շուտ չի, եթե խոսում ենք 2030 եւ 2033, ես կասեի մենք ուշացել ենք։ Ապակային մասին մտածելուց պետք է 10-15-20 տարի առաջ մտածել ու դրա վրա կառուցել ու աշխատել, որ հասնել այն նպատակներին։ Խոսենք նաև մեկ այլ շատ արագ փոփոխվող տեխնոլոգիաների մասին, արհեստական բանականությունն այսօր շատ արագ փոխում է մեր միջավայրը։ Այ հետաքրքիր է Ucom ընկերությունը սա որպես մարտահրավեր թե հնարավորություն է օգտագործում։ Երկուսը ինքը, նայեցեք, արհեստական բանականությունը մեր մտածելակերպով, մեր ոլորտային մտածելակերպով ինքը գործիքակազմ է, որը կիրառվում է
կամ ծառայության սպասարկման ոլորտում կամ տեխնոլոգիական ոլորտում։ Այսօրվա նոր տեխնոլոգիան գա իր մեջ մասեր կամ գործիքակազմեր, որոնք օգտագործում են արհեստական բնականության շարժիչ, այսպես ասած, որտեղ որ ինքը կարողանում է վերլուծի եւ վերլուծողական, այսպես զեկույցներ կարող է տանի, որի վրա կհիմնվի բիզնեսը, որ ինչ-որ որոշումներ կայացնի։ Մյուս կողմից արհեստական բնականության վրա կառուցված լուծումներ կարող է փոխարինեն ինչ-որ որոշ աշխատանքներ, որ կատարվում էին մինչ օրս։ Ու դա մի հնարավորություն է, որը մարդկության կյանքը հեշտացնելու է ինչ-որ մի ձևով։ Իհարկե, դա օգտագործվում է լավ նպատակների համար եւ կարող է օգտագործվի չար նպատակների համար։ Մենք խոսենք լավ ու բարի նպատակներից։ Օգտագործվելու է, որ օգնի տնտեսության առաջ գնա։ Ձեր մատնանշած դրական թեմաները շարունակելով խոսենք վերջին նախաձեռնությունների մասին, կիբերանվտանգության, դրոնների ուսուցման, տիեզերք 1.0 ծրագիր։ Սրանք ինչ նախաձեռնություններ են եւ ինչ նպատակ ունեն։ Այս նախաձեռնությունները կամ այս ծրագիրը հատկապես տիեզերքի մասին որ խոսեցի, հետապնդում է մի շատ կարևոր նպատակ։ Մենք ուզում ենք հնարավորություններ բացել, ստեղծել մեր պատանիներին, դպրոցականներին, որ այդ տարիքից սկսեն մտածեն այլ ձև, ու տեսնեն աշխարհը ուրիշ տեսակ եւ հասկանան, որ կա շատ հնարավորություններ եւ տեխնոլոգիապես իրենց մտածելակերպը ավելի զարգանա։ Վերջին շրջանում նաև ծառատունկներ եք իրականացնում արևային պանելների ծրագիր տարբեր մարզերում։ Այս ուղղությամբ ինչ այլ նորություններ են։ Եվս կանաչ մտածելակերպն է, միջավայրը մաքուր պահելն է, էկոլոգիական հավասարակշռություն ապահովելն է, եւ որ մենք խոսում ենք ծառատունկի մասին, մենք մտածում ենք ոչ թե ծառ տնկելով օդը մաքրելու համար, այլ մտածում ենք գենսաբազմազանության մասին, որտեղ շատ վայրի կենդանիներ կա սարերի վրա, որ իջնում են գյուղ, նշանակում է իրենք սոված են, իրենք գեր չունեն։ Իսկ արևային պանելները եւս ինքը ասում է, որ այսօր կա տարբերակ, կա ալտերնատիվ, փոխանակ էներգիա ծախսել, որը միջավայրին գեղդոտում է, էներգիա ծախսելը, կարող ենք ավելի մաքուր արևային արևի ջարակայթներից օգտվենք եւ ապահովենք մեր գարիկը էներգիայի առումով եւ խնայենք գումար, այդ խնայված գումարով մենք կարողանանք հոգալ այլ ուրիշ ծախսեր։ Շատ լավ։ Պարոն Յուրիկյան, Յուքոմը բացի շարժական ֆիքսված կապից նաև տրամադրում է հեռուստատեսային ծառայություններ։ Այս ամբողջը միասին օգտագործելով օգտատերը ինչ առավելություններ է ստանում առհասարակ։ Ինքը մի փաթեթ է, բոլորը մեկում է, որտեղ որ ցերտվարկած բոլոր ծառայությունները կա, բոլորը վերջում դառնալու են մեր էկոհամակարգում մի հաշվի տակ, շարժական կապը, ինտերնետը, ֆիքս ինտերնետը, ֆիքս կամ հեռուստացույցը կամ ինչ որ այս բոլորը մի պատետում են լինելու, մենք միշտ փորձում ենք ու միշտ վերանայում ենք, լավացնում ենք պայմանները, ավելացնում ենք հնարավորությունները եւ սակակինը դարձնում ենք մատչելի, որ բաժանորդը լավս կա, ու բաժանորդը ինչ որ առումով հբարտ սկա, որ ինքը Յուկոմի բաժանորդ է, որը օգտվում է այս բոլոր ծառայությունների աշխարհից մի պատետի մեջ ու դա շարունակական աշխատանք կա լինելու ու դրա համար մենք անում ենք համապատասխան ներդրումները ցանցերի վրա։ Պարոն Յուրիկյան, եթե ամփոփելու լինենք մեր զրույցը, նաև տարին է մոտենում ավարտին, ինչ կմաղթեք Յուկոմի 100,000-ավոր բաժանորդներին եւ այն մարդկանց, որոնք մտածում են միգուցե վաղը դառնան Յուկոմի բաժանորդ։ Մեր բաժանորդներին շատ հետաքրքիր բաներ դեռ արժևում սպասվում է։ Իհարկե մենք փակագծեր չենք ուսում բացել, որովհետև մրցակցության միջավայրում ենք մրցակցում, բայց աշխատում ենք ու անում ենք ամեն ինչ, որ իրենք լավս կան, ուրախս կան ու ոնց որ քիչ առաջ ասեցի, հպարտս կան, որ Յուկոմի բաժանորդ են։ Իսկ այն մարդիկ, որ դեռ չեն դարձել Յուկոմի բաժանորդ, ես անձնապես ուզում եմ իրենց դիմել ու ասեմ, որ ես անհատապես եւ Յուկոմի անունիցալ ուզում ենք, որ միանաք մեզ։ Մենք ձեր կարիքը ունենք, ինչի համար, որ մեզ միանաք, մեզ օգնած կլինեք, որ վերջում մենք ցեզ օգնենք եւ ընդհանրապես Յուկոմը կարողանա ավելի ուժեղ ձևով կանգնի
հասարակության հանրության կողքը տարբեր տեսակի ծրագրերով։ Շնորհակալություն, պարոն Իրիկյան։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանի հետ։